Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեր մեծ սրբությունը կատարելագործելու Աստծո վախովը։ Այսօրվա մեր սերտողությունն է Ժողովուրդ 9-րդ գլխից սկսած։ Բարիներին եւ չարերին միևնույն է պատահում, այսի արտաքինից հանույն է, բայց հիմնական վերջը արդարին վատ բան չի լինում, ամեն։ Իսկ պետք է անել մեր պարտքը եւ վերջը իմաստությունը կհաղթեն։ Անկամ վերնագիրն ասում, որ իմաստունը սուրբը երբեք հիմնական վատ բանի չի հասնի, ամեն։ Ամեն չար բաներն էլ բարին հաղորդ են դառնում իրեն սիրող զավակների համար։ Որովհետև ես այս բոլորը դրիմ սրտումը, որ այս բոլորն էլ քննեմ, արդարները, որ արդարները, այսի իրական արդարները հոգով կառավարվողները, որ արդարները եւ իմաստուններն ու նրանց գործերը Աստծոյ ձեռքին են, սերն էլ ատելությունն էլ, չգիտե մարդս, բոլորն էլ իրենց առաջին են, սերը թե ատելությունը, որը կընտրա եւ etիվ ով չգիտի, անձապաշտ մարդը չգիտի, թե որտեղից է գալիս էդի, ամեն, սերը ատելությունից, մենք գիտենք, որ սերը գալիս է Աստծուց, ատելությունը դևերից, ամեն, սերն էլ ատելությունն էլ չգիտեմ մարդս, թե որտեղից է գալիս, բոլորն էլ իրենց առաջինն են, մարդկանց առաջինն է, թե սերը թե ատելությունը, որ ուզում ես ընտրա, հեսօր քեզի միտք է տալու, մոտա ես եղբորը, եթե գնաս ատանա, սիրում եմ իմ եղբոր, իմ քույրն չի ատեմ, եթե հիվանդել լինի, տկարել լինի, ես կրկին չեմ կորա իրեն ատի, ամեն, ես պիտի սիրեմ, եթե ինձի վնասել տա ես չեմ կորա ատի, ես պիտի սիրեմ անգամ թշնամուս, ատելությունը իմը չի, ատելությունը իմ ներսինի վարքագիծը չի, չկվի կողքիցս, և քեզս տեղ չկա, ամեն, նույնը բոլոր մեղքերը, շնության միտ, չարության միտ, բամբասանքի միտ, դո չկվի նզոված իմ մեջինի հակով չի դա, ամեն, էդի այո հնիս հակովներ, և հինը ուզումա, որ իշխի քո վրա, անդուն դողարկի Հիսուսի անունով, ամեն, ամենը իբրև թե ամենքի համար է, թե օրհնությունը և թե նեղությունն ու տառապանքը, ամեն սուրբ, ամեն քրիստոնյա օրհնությանը հասնելու համար տառապել ու չարչարվել է, ամենը իբրև թե ամենքի համար է, միևնույնը պատահում է արդարին և ամբարիշտին, ուշադիր, արդարն էլ է հալածվում, ամբարիշտն էլ պղծության համար է հալածվում, բայց նրա վերջը ուրա, նրա վերջը ուրա, ես եմ ասում, ստե մի խառնեք, ոչ թե վաղաժամ մահը, հիվանդությունն ու ցավը գա սպանի, քարսքեղով սպանի տանի, ոչ, շատ աղանդավորներ ես համարը ծուրն են մեկնում, ուշադիր լսեք, ամենը իբրև ինչի ասում, մարդկաս մտածածով, թե ամենքի համար է, միևնույնը պատահում է արդարին և ամբարիշտին, բարի և մաքուր մարդին և անմաքուրին, զոհողին և զոհ չանողին, ինչպես է բարին, այնպես է մեղավորը, երդումանողը, այնպես և երդումից վախեցողը, հիմա հասկանում եք, հալածանք, չարչարանք, արդարին էլ ապատում, ամբարիշտ չարին էլ ապատում, նրան անառակության համար են ծեծում, սպանում, նրան սրբության համար են նահատակում, ամեն, բայց նրա վերջը երկինքն է արդարի սուրբի կատարյալի, նրա վերջը դժոխքն է, ամեն, ես որ ամեն նեղություն, աղքատն էլ է նեղություն ունենում բանից, ամբարիշտ պիղծը նեղություն ունենում անեծքից, արդարը նեղություն ունենում փորձության համար, ամեն, մի ժամանակից հետո նա օրհնվում է, բայց ամբարիշտը սովամահ է լինում, մեռնում է և կործանվում, ամեն, մի վերագրեք, ամեն բանի վերջը նայեք, ոչ թե սկիզբն է կարևոր, ապա վերջը, մի սրբերը հալածվել չարչարվել են, հետո օրհնվել են, հələ նայեք Հիսուսի սկիզբը, երկրի վրա բռնին, ծեծին, տկին, խաչին, բա վերջը,
Ուրեմն ոչ թե սկիզբն է կարևորը, հապա վերջը ժողովուրդ։ Բոլոր նոր ստեղծված ընտանիքի սկիզբը շատ փոթորիկներով է լինում, բայց վերջ երեխեք, թոռներ, ծոռներ արդեն ցնծում են, չէ՞։ Բան չի լալում, վայ վայելների նորը չամուսնանի քո հետ, չէ՞։ Մի հատ ստից փորձության ժամանակ կատաղում ու չարանում ես։ Բոլոր երիտասարդ ամուսնացողների կյանքում այդպես լինում է հիասթափություն, բայց եթե ճշմարիտ հոգեբարձուները իրանց խրատում են եւ նրանք ուղիղ հիմքերի վրա են կանգնում, ասում են ինչ խելք էր գլուխս։ Թե ուրի էտում չի իմանում։ Էտում եմ խորստունը։ Խորտունս կի մի աման կաճաշ չդնեն դեմը թիմի։ Հասկանում եք, դրա համար էլ պիտի մենք երկայնամտություն ունենանք ու երկայնամտորեն սպասենք ու լավը հաստատ մեր ճանապարհը որ ուղենք, օրհնությունը թափելու է մեր ընտանիքների եւ մեր ճանապարհների վրա, ամեն։ Նորից եմ կարդում երկրորդը շատ կարեւոր է։ Ամենը թե օրհնությունը, թե անեծքը։ Ամենը իբրև թե ամենքի համար է, ամեն։ Միևնույնը պատահում է արդարին եւ ամբարիշտին, բարի եւ մաքուր մարդին եւ անմաքուրին, զոհողին եւ զոհ չանողին։ Ես զարմանում եմ, այդ ավանդավորներն չեն մենակ օնեստերն ասում, գրված չէ, օնեսկը կթափի, արդարի գլխին էլ խոսքի, ամբարիշտի գլխին էլ, բայց օրհնության մասին էլ է խոսում։ Հասկանում ես, մենք չի դու օրհնությունը չես ուզում, որտեղ ներսը նզովյալ սատանան է, ամեն։ Միշտ վատն է ուզում թափի թե քո գլխին, թե արդարի գլխին։ Ինք իրան արդարացնելու համար ուզում է ցույց տա, որ օրհնությունը չէ, չկա, ցավերը միշտ պետք է լինեն, բժշկություն չկա, առողջ մարդ չի կարա երկրի վրա ապրի, եկեք եւ տեսեք, որ կա, ամեն։ Միևնույնը պատահում է արդարին եւ ամբարիշտին, բարի եւ մաքուր մարդին եւ անմաքուրին, զոհողին եւ զոհ չանողին, ինչպես է բարին, այնպես է մեղավորին էլի քալիքները, երթումանողը այնպես եւ երթումից վախեցողը։ Սա վատ է արեգակի տակին եղած բոլոր գործերումը, որ ամենքին էլ միևնույն է պատահում, եթե իրականից ատենցա մինչև վերջ, իրոք վատ է էսի, ասենք ինչ օգուտ ունի մարդու հավատքի գալուց, ամեն, բայց այդպես չի։ Սա վատ է արեգակի տակին եղած բոլոր գործերումը, որ ամենքին էլ միևնույնն է պատահում, ու նաև մարդկանց որդիների սիրտը լիքն է չարությունով եւ խնդություն կա նրանց սրտումը իրենց կյանքի մեջ, իսկ վերջը իջնում են մեռելների մոտ, դե խնդություն էլ կա, ցնծում են էլ ամբարիշտները, բայց վերջը ուր են գնում, դժոխք, իսկ արդարի եւ իմաստունի կյանքում էլ կարող է տառապանքու լաց լինի, չարչարանք ու նեղություն, բայց վերջը գնում են երկինք։ Հիշում եք Հիսուս ինչ ասավ Երուսաղեմի կանանց, սավ ինչու եք իմ վրա լացում, իրոք լացի էր արտաքինից որ նայում ես, ծեծելին, արուն շաղախ, չէին թողում գոնե խաչը հանգիստաներ։ Սավ գնացեք ձեր ու ձեր եսասեր որդիների վրա լացեք, ես ես ճանապարհով հորս եմ գնում, տեսեք, արտաքինը նույնն էր, հələ կարամ ասեմ ոչ մեկին Քրիստոսի ձևի չեն չարչարել, բայց վերջը երկինք, ցնծում ուրախանում է, մեր վերջը բերկրանքից պիտի լանք եւ Քրիստոսը մեր աչքերի արցունքները պետք է սրբի։ Մի ժամանակ ընձասվին ինչ է քո վիճակը, ուր հասցրեց քեզ, իմ վրա բացատրեմ։ Հիսուսը տես ինչ արավ տունդ քանդեց, հեկուս կինդ կթողա կգնա, կդառնաս բոմժ, բա հիմա ինչ են ասում, փոխվել են, որտև տեսան հոբի նման թե Աստված ոնց օրհնեց, ասում ետքը տեսակ Աստծո գործը, թե հոբին ինչ բարություն արավ, գնացեք հոբին արդար էր, բայց վերջը տեսակ, այս սա է որ աղանդավորները, որ դևի գերի են, միայն իրանք վատն են վեկալում իրենց, որտև իրանք որ լավին էլ փափագեն չեն ասնի, օրինացից 28-ին նզովքի գլուխն են վերցնում, 1-ից 15-ը չեն վերցնում,
Ժողովուրդ էտել է քո համար, դե դու լավատես ես, լավը փափագի։ Կամ քո հովիվը որ լավատես է, թո ասա պետք է ցավ չունենալ մենք ամե։ Իրավունք չունի ցավի ոգին եկեղեցու վրա իշխի։ Գրված է եթե եկեղեցու երեցին կանչեք հավատքով աղոթքանի պիտի բժշկվի։ Բա ինչու ես լավ խոստումներին տեր չեք կաղնում։ Մենակ վատերն ա ձեզի բաժինենք, որտեղ ձեր մեջ վատ սատանան ա թագավորում, ամեն։ Եթե ձեր մեջ Քրիստոսը լինի, սկիզբը մեկ քիչ փորձություններով վատ կլինի, ետքը արդարության արևը կծագի, արեկակը կծագի ձեր գլխավերևում եւ ձեր այդ միշտ լավն ա լինելու։ Փորձություններ գալու են, ոնց գան, այտենց էլ խայտարակված դևերը անդունդը կփախչեն։ Ամեն, որտեղ դուք իշխանություն ունեք չարը բարիի փոխելու, չար դևին վտարելու, ցավեր բժշկելու, չարը բարիի փոխվավ տերով, ամեն։ Ցավը կգա կաղոթեն, կգնա, դու կզորանաս եւ այդ նզոված սատանան հավաքարարի դեր կկատարի մեր եկեղեցու գառների մեջ։ Ամեն։ Հիմա տեսար չար բանն իմալա բարիի փոխվում։ Հիմա տեսար որ նույնը քեզ էլ ա կպչելու։ Ցավը ամբարիշտին էլ աղոթել են դու բուժվես զորանաս, բայց ամբարիշտը տառապի մեռնի։ Տեսակ։ Նույնը ես ոնց հոգիով բացատրեցի։ Բայց նույն ավանդավորն ասում քուրջան գրված չի ինչ պատահում է ամբարիշտին նաև արդարին։ Բայց ասում ինչ պատահում է արդարին բարի բանը, նաև ամբարիշտի հետ կողակայլի։ Բեդ էլ է գրած։ Ինչու ես ասում ինչ պատահում է ամբարիշտին նաև պետք է պատահի մեզի։ Ուրեմն ձեր եւ ամբարիշտի Աստվածը նույնն է։ Որ տարբերանշան չկա Իսրայելի եւ Փարավոնի ժողովրդի միջեւ։ Սա տարբերանշան կդնեմ, սրանք չեք կարդում, որ իմ Իսրայել ժողովուրդը չի զարկվի, բայց քո ժողովուրդը կզարկվի, որ տեսնեք ձեր պաշտած կուրքերի անզորությունը, իմ ժողովրդի պաշտած Եհովայի ամենակարող զորությունը։ Դու կզարկվեք, ձեր անասունները կսատկեն, ձեր անդրանիկները կջարդվեն, ձեր մոտ խավար ու մեկ կլինի, բայց մեր մոտ լույս, մեր մոտ առողջություն, մեր մոտ պահապանություն մեր անդրանիկներին։ Ամեն։ Եղավ թե չեղավ, սա չեք կարդում։ Կասեր որը ձեզի հարմարա ձեր կեղտոտ կրքոտ գործերը ծածկելու, դրանք եք մատուցանում ժողովրդի։ Ուրեմն, սա վատ է, երրորդը նորից կարդամ։ Սա վատ է արեգակի տակին եղած բոլոր գործերումը, որ ամենքին էլ միևնույնն է պատահում, ու նաև մարդկանց որդիների սիրտը լիքն է չարությունով, տեսակ, և խնդություն կա նրանց սրտերում, բայց խնդում են էլ, ուրախանում են էլ, չէ ժամանակավոր, և խնդություն կա նրանց սրտերում իրես կյանքի մեջ, իսկ վերջը այսի էր կարևորը, վերջը իջնում են մեռելների մոտ, ոչ թե երկինք, ապրողների մոտ, ամեն վերջն է կարևոր, որ ասում վերջի ախրդ խեր լինի, չէ, են մեր մեծերն տենց օրշնումին, սկիզբը կարող է փորձություն լինի, հարջան, գնա, դիմացի, վերջի ախրդ խեր լինի, մի եսիկի տեղտու, հսես մեզի մեր մեծերը, մեր ասենք ծնողներին խրատում էին, ամեն, որովհետև ով որ ընկեր է միուս ապրողներին, կարակեսի գրեք, տիրոջ նոր ընդունողը, որ ուզում է ապաշխարի, այս նորեկի մասին է, որովհետև ով որ ընկեր է միուս ապրողներին, սրբերին, եկե ընկերացել է եկեղեցու անդամներին, հույս կա նրանից, այդ նորեկից հույս կա, հասկանում ես, քայլ է արել, եկեղեցի է եկե, բայց կարող է և մեր հույսը խափանվի, ամեն, բայց զգում ենք, որ հույս կա, այս մարդն ուզում է փոխվի, հիմի, հույս կա դրանից, որովհետև, այստեղ խորհրդավոր բան կա, ողջ շունը լավ է մեռած առյուծից է, կարևոր խորհրդավոր բան։ Հիմա տեսեք խոսում են նորեկի գալուց և ապաշխարելուց, նա ողջացած շուն է, ինչի վար ողջացել է, սրբացել է, բայց շնացող գործերի մեջ է, անվան բացատրությունն հասկացեք, ողջ է արդեն, վերակենդանացվել է, ծնվել է, բայց էլ շատ պիղծ շնացող գործերի մեջ է, ամեն, շնացող, գողացող, լկտի կրքերի գերի,
Բայց մեռած առյուծից ինչու լավ է, որտեղ առյուծը այդ հոշոտող, հալածող հեթանոսներն են, որ հոգով մեռած են, հույս չկա նրանցից, որ մեծանան կբարյանան, ամեն, դրա համար ողջունը նորեկ հավատացյալին նկատի ունի, լավ է, մեռած առյուծիցը կամ ավելի լավ է ասոտ անտկարը, քան թե դրսի հոշոտող զորավորը, ամեն, ողջունը լավ է մեռած առյուծիցը, նրա համար, որ կենթանիները, այդ հոգով լեցունները, գիտեն, որ մեռնելու են, մենք բոլորս գիտենք, ավելի ճիշտ ննջելու ենք մենք, բայց մեռելները մեռած առյուծ հոշոտողները, բայց մեռելները մի բան չգիտեն եւ վարձքել չունին, որովհետեւ նրանց հիշատակը մոռացվել է, ու շատերին էլ կմոռացվի, ոչ ոք էլ չի հիշի ինչ հրեշայել այդ մարդ, ամեն, բայց սրբերի գործերը դարեզդար քայլում է, սուրբեր կամ ինչեւ իմի հիշում ենք, ամեն, ու հələ հիշեն, ու հավիտենության մեջ էլ հիշենք, կպատմենք Պողոսի գրվածների մասին, ամեն, Պողոսին տենանք վայասենք օրնվես դու, Պողոս, են ինչ լավ թղթեր է իր գրե, քո գրած, քո միջինի գրած ճանապարհային քարտեզը մեզի հասցրեց քո մոտ, ամեն, խոսում ենք, չէ, հավիտենության մեջ, վայ ապրես Պողոս աղբեր ջան, հարբատ մորուքդ ամփուրեմ, չէ, ուզում եմ ասեմ, համ իմի ենք խոսում, համ հավիտենության մեջ կխոսենք, նրա համար, որ կենթանիները գիտեն, որ մեռնելու են, ննջելու են, բայց մեռելները մի բան չգիտեն եւ վարձքել չունին, որովհետեւ նրանց հիշատակը մոռացվել է, դեռ կետ եմ գնում ժողովուրդ, էսի շատ բարդ կետեր է, շատերը լրիվ ծուրն են մեկնում, թեկուզ մի գլուխ սերտենք, բայց նորմալ սերտենք, ամեն, Էսի մանրակրկիտ սերտողություն է, հաջորդ էլ բացատրություն չի լինելու, հեսա որ ընթերցանությունը դրեցինք ինտերնետ, ամեն, նա պտի լսես լեսվելու համար, էսի պիտի սերտես հասկանալու համար, դրա համար նրա անուննելու է, սուրբ գրքի ընթերցանություն, իսա մանրակրկիտ թելարթել բացատրել, նրանց սերնել ամբարիշների, նրանց սերնել, նրանց ատելությունն էլ, նրանց նախանձն էլ, վաղուց է փչացել, տեսեք սրանք ամբարիշներն են, և նրանց համար այլևս հավիտյան բաժին չկա արեգակի տակին եղած բոլոր բաների մեջ, սա տպագրական թերի խոսքա, հիմա կարդում եմ ուղիղը, ինչը որ օքին բացել է, նորից կարդամետի, 6-րդ խոսքի սկզբից կարդում եմ, որ փաղագիծը բացեք ու բացատրությունը գրեք, բայց այս նոր Արարատ թարգմանության մեջ, ինչը որ օքին ինձ բացել է, տոշտի դրա նման գրած է, կարակ այդ գիրք ունեցողները չուղեք, բայց ում է հին թարգմանությունն է, թող ուղղի, նրանց սերն էլ, նրանց ատելությունն էլ, նրանց նախանձն էլ վաղուց է փչացել և կարդում եմ բացածը, այլևս նրանք երկրի բարիքներից չեն օգտվելու, այլ բրծավ, գնացին դժոխքերից օգտվել, բայց տեսեք ստե ոնց է գրած բնագրում, և նրանց համար այլևս հավիտյան բաժին չկա արեգակի տակին եղած բոլոր բաների մեջ, խառնա գրու, խառնի ճաղանջա գրած, դրա համար փաղագիծը բացեք և փակեք ու գրեք, և այլևս նրանք երկրի բարիքներից չեն օգտվելու, չարերը, ամբարիշները, որ մեռան գնացին դժոխք, գնա ուրախությամբ հացդ կեր, եսի արդար սրբին է ասում, քո վարձքը շատ է, դու ունես ընդե երջանիկ կյանք, թեկուզ ստե տարապել ես, թքվել ես, վատանուն ես անե ամբարիշների կողմից, բայց շատ սրբեր էլ քեզ սիրել ու հարգել են, բոլորը չէ, եթե Հիսուսին չեն սիրե, ինձ կարան սիրեն բոլորը չեն կարա սիրի արդար սուրբերին, բայց կան ժողովուրդ, որ շատ կսիրեն ու կհարգեն, գնա ուրախությամբ կեր հացդ, և զվարթ սրտով խմիր գինիդ, տեսեք, խմիր գինիդ, մեղ չէ, բայց չի ասում, հարբիր գինիով,եսա հարբողների մասին գրում է, եսի արդարին է ասում, ժողովուրդ, չի կար ասա գինի խմիր, ընդե արգելի,
Դրա համար Հիսուս տելա խմե, կանայ արձանիկում առաքյալներն են խմե, Պողոս Բարնաբաս տելա խմե, բայց չեն արփե ու գրել են, որ եպիսկոպոսը միայն չլինի արփեցող, բայց եթե իմ կարծիքն եք հարցնում, ես կուզեմ, որ բացարձակ չխմենք, ամեն, մի կում անգամ, բայց գիրքը թույլ է տալիս չի արգելում, եթե քո սեփական կյանքի վար չես ուզում խմես, մի խմա, բայց մի հորինի ասա, խմելը մեղք կա, որ համ մարգարիներն են խմե, համ առաքյալներն են խմե, բոլոր դարաշրջանի ղևտացիներն են խմե։ Գնա ուրախությամբ կեր հացդ եւ զվարթ սրտով խմիր գինիդ, որովհետեւ վաղուց հավանել է Աստված քո գործքին, ալելույա, այն ճանում ես հələ հարցրա Տեր իմ գործքը դու հավանում ես։ Հանդերձներդ միշտ սպիտակ լինին, ես իշտնա, այս սպիտակ հանդերձը սրբությունն ու մաքրությունն ես, արդարին ասում, միշտ սրբության մեջ քայլիր, հոգուց կառավարվելով, այս է ասո ուզածը, գնա քո վարձքը շատ է, հանդերձներդ միշտ սպիտակ լինեն եւ գլխիդ յուղը չպակասե, միշտ օրհնությունները վայելեք, ամեն, օրհնության օծությունը գլխիդ լինի, թե ինչ է արդարինը սպասում։ Կյանքը դվայելիր քո սիրած կնոջ հետ, քո ունայն կյանքի բոլոր օրերումը, ահա ամուսնացած զույգեր, վայ ձեզի, որ քոնն ուրիշինն է գվայելում, քթներիցդ գալու է ամեն, մի օր Աստված քեզի քարուքան դա անելու, հացի կարոտ ես դառնալու, դրա համար գիրքն ասում է կյանքը դվայելիր քո սիրած կնոջ հետ, քո ունայն կյանքի բոլոր օրերումը, որ քեզ տվել է արեգակի տակ քո բոլոր ունայն օրերում հետ, քո երկրային կյանքի մեջ քո կնոջ հետ սեր ու խաղաղություն վայելիր, որովհետև նա է քո բաժինը, ապրողների մեջ, այդքան կիների մեջ այդ մեկն է քոնը, ամեն։ Ես չեմ ասում, որ վաղաժամ մարդը կորցնի նորից ամուսնանա, չէ, որ ունես մեկը, մի 3 հատ էլ կողքից ես պահում, ամեն։ Բայց եթե դու ասո առաջին ուղիղ լինես, այո, թե քո կողակիցը, թե դուք երբեք վաղաժամ չեք կորցնի իրար, ամեն, խորին ծերությամբ կգնաք գերեզման ու վերջում կայտնվեք հավիտենական դրախտի վայրում, ամեն։ Կյանքը դվայելիր քո սիրած կնոջ հետ, քո ունայն կյանքի բոլոր օրերումը, որ քեզ տվել է արեգակի տակ քո բոլոր ունայն օրերումը, որովհետև նա է քո բաժինը ապրողների մեջ եւ արեգակի տակին քո քաշած աշխատանքի մեջ։ Ամեն ինչ որ ձեռքդ գտնե անելու ուժովը տարա, որտեղ որ գնում ես, էլ ընդ գործ չես անել, ընդ վարձքերը պետք է վայելես, ամեն, սա արդարին է վերաբերվում։ Ամեն ինչ որ ձեռքդ գտնե բարի բան անելու, ուժովը տարա, որ գործք, խորուրդ, գիտություն եւ իմաստություն չկա, պետք չէ ընդ մյուս աշխարհում, ընդ պետք չէ, իստե պետք է անես, որ ընդ վարձքերը վայելես, որ գործք, խորուրդ, գիտություն եւ իմաստություն չկա մյուս աշխարհում, ուր որ դու պիտի գնաս։ Դարձյալ տեսա արեգակի տակին, որ ընթացքը վազողներինը չէ, անձից ուժով վազողներին, անձով կառավարվողներին, ամեն, վազողներինը չէ, եւ ոչ էլ պատերազմը քաջերին, էլի անձի ուժով քաջերին, շքան մարդիկ են սպանել, չէ անձի ուժով քաջերը, հələ անխելքի պես այդ մարդասպաններին սրբադասել են։ Եվ դարձյալ տեսա արեգակի տակին, որ ընթացքը քաջերինը, վազողներինը չէ, եւ ոչ էլ պատերազմը քաջերինը, եւ ոչ էլ հացը իմաստուններինը, անձով իմաստուն եղողներին, հաստատ հոգով իմաստությունը հացել ունի, մարմնավոր հացել ունի, հոգևոր հացել ունի, եւ ոչ էլ հարստությունը հասկացողներինը, այսի արդեն, որ շատ հասկացող են հոգով կառավարվողները, շատ աղքատ են, շատերը աղքատ են, ճգնարաններից դուրս չեն, մի կտոր հաց են կերել ու ասուն են պաշտե, ամեն, ոչ էլ հարստությունը հասկացողներինը, իսկ ստե հասկացողը հոգով իմաստունն է, եւ ոչ էլ շնորհքը գիտուններինը, անձով գիտունիգներին, որովհետև
ժամանակ եւ դիպված է պատահում ամենքին։ Բացատրեցի, որ կարող է արդանել արստանա, ամբարիշտել, կարող արդանել աղքատանա, հարուստը հələ հարուստ մնա, ամեն, բայց դու վերջը քննի, ես հիմնական հարուստ եմ լինելու, թե աղքատ, վերջը քննի, ես միշտ հալածվելու, ծեծվելու, հիվանդ եմ լինելու, թե կատարյալ բժշկված ու փրկված, ամեն, մի նայ հարուստի ժամանակավոր ունեսվածքին, որ ասվա խոտի պես կտրեն կչորանա, ամեն, վերջը թե ուրա անցկացնելու տվյալ դեպքում տվյալ անձը իրան մարելի հավիտենությունը, ամեն, որտեղ մարդիկ մահ են փնտրում, որ կրակի դժոխքից ու կրակի լճից փրկվեն, չեն կարող, բայց երբեք չեմ լսել մեկը երկնքից ուզա երկիր վերադառնա։ Գրված է, որ ուրախությունից պիտի Աստված մաքրի քո արտասուքները, ամեն։ Նրա համար, որ մարդս 12-րդ խոսք, նրա համար, որ մարդս էլ չգիտե իր ժամանակը, ինչպես որ ձուկերը բռնվում են չար ուրկանով, եւ ինչպես որ թռչունները բռնվում են ծուղակի մեջ, նրանց նման էլ բռնվում են մարդկանց որդիները որոգայթի մեջ, չար որդիները, մի չար ժամանակում, երբ որ հանկարծ ընկնում է նրանց վրա այդ փորձանքը, վարմի մեջ են ընկնում, փորձության ու թակարդի մեջ, ովքեր ամբարիշտները եւ նրանց ծերունները, արտաքինից օրհնված էին, ունես բանակատարում վայասպես մեղայեմ Տեր ջան, իրոք փառք քեզ, որ ինձ քո ճանապարհների մեջ ես պահե, ամեն։ Հարեգակի տակին այս իմաստությունն էլ տեսա եւ նա ինձ համար մեծ էր։ Մի փոքր քաղաք ուշադիր, սա խոսում է 4-րդ թաղը 2-րդ թագավորած գրքից, որ Սաբեն հելավ ու հալածեց էլի Դավիթին եւ Հովաբը գնաց գլխատել տվեց ու ետ եկավ։ Հիշում եք, մի իմաստուն կին փրկեց այդ քաղաքը, որ Հովաբը չվերացրեց։ Դրա մասին է խոսում, վկայությունն էլ է դեպի դրանց տանում, ամեն։ Մի փոքր քաղաք, 2-րդ թագավորած 20-րդ գլուխ, բացեք կարդացեք Սաբեի պատմությունը, 2-րդ թագավորած 20 գլուխ, Աբիսողոմի հեղափոխությունից հետո Սաբեն գլուխ բարձրացրեց ու հակառակվավ Դավիթին, բայց Դավիթ արդեն սրա հարցը լուծեց, չթողեց Աբիսողոմի տարբերակով երկար տևեր, ամեն, արդեն խրատվել էր, պարզա։ Վկայություններից գտա, տես 2-րդ թագավորած 20-ի 16-22, հենց այդ քանդելու եւ այդ Սաբեին գլխատելու մասին վկայություն է տանում, ամեն։ Մի փոքր քաղաք եւ միջին քիչ ժողովուրդ, եւ նրա վրա եկավ մի մեծ թագավոր, Հովաբը նկատի ունի, ամեն, զորավոր էր, էլի, Դավիթի զորավորներից էր, եւ նրան պաշարեց, եւ նրա դեմ մեծամեծ պատնեշներ շինեց, բայց նրանում մի աղքատ իմաստուն գտնվեցավ, թե չասում կին էր, թե տղամարդ, բայց էսի կինն այլ է, իմաստուն կին, էլի վկայությունը գրեք, 2-րդ թագավորած 20-ի 16-ից մինչև 17, 16-ից 17 հենց այդ կնոջ գործի մասին է խոսում, ինչ ձև գլխատել տվեց Սաբեին, բայց նրանում մի աղքատ իմաստուն կին գտնվեցավ, եւ նա իր իմաստությունով ազատեց քաղաքը, ասավ ինչես ես քաղաքն ուզում քանդես, ինչ այլ է, ասավ այդ մարդը գլուխը տվեք ինձ, ասավ կստանաս, գլխատին բերին այդ հանցագործի գլուխը տվեցին եւ Հովաբը գնաց քաղաքի մոտից, եւ նրանում մի աղքատ իմաստուն գտնվեցավ, եւ նա իր իմաստությունով ազատեց քաղաքը, բայց ոչ մի մարդ չհիշեց այն աղքատ մարդին, աղքատ կնոջը գրեք, ամեն, ինչաստ է մարդ ասում, ծննդոց 5-2-ում գրուկա Ադամին Եվային, որ ստեղծում է մարդ, կենթանի չեն, մարդ են, այդ աղքատ մարդ ազնվորությանը, որը կին էր, էլի անասուն չէր։ Նորից կարդամետի եւ անցնենք, բայց նրանում մի աղքատ իմաստուն կին գտնվեցավ եւ նա իր իմաստությունով ազատեց քաղաքը, բայց ոչ մի մարդ չհիշեց այն աղքատ կնոջը։
Եվ ես ասեցի, իմաստությունը լավ է ուժից։ Իրոք արդեն քննելով հասկանում է, որ չէ իմաստությունն ու սրբությունն ավելի օգուտ է, քան թե աշխարհի պղծված կյանքը։ Եվ ես ասեցի, իմաստությունը, այդ հոգուց կառավարվելը եւ սրբության մեջ քայլելը, սա է իմաստությունը։ Ահա Տիրոջից վախենալն է, չէ՞, իմաստությունը եւ մեղքի չարությունից հեռու կենալը հանճար է։ Ամեն։ Հոբ 28:28։ Եվ ես ասեցի, իմաստությունը լավ է ուժից, թեև աղքատի իմաստությունը անարգված լինի, աղքատ սրբի իմաստությունը, եւ նրա խոսքին չլսեն, բայց այդ իրանն օգուտ է, ինքը տենց էլ քայլելու է։ Այդ սրբության քարոզները, օրդորները, իմաստուն մարդը որ տալիս է։ Թեև աղքատի իմաստությունը շատերի կողմից անարգված լինի եւ նրա խոսքին չլսեն, բայց իրանը օգուտ է դա։ Իմաստունների խոսքերը մեղմությամբ լսված լավ է հիմարների վրա իշխող այդ իշխողի աղաղակից։ Ամեն։ Նորից եմ կարդում էլ ուշադիր լեգսի։ Իմաստունների խոսքերը թեկուզ անարգված է շատերի կողմից, այդ հիմար իշխանների։ Մեղմությամբ լսված որ հանգիստ քեզ խրատում են։ Լավ է հիմարների վրա իշխող մարդու աղաղակից, որ խժում, բորում, բայց չգիտի ինչ ասում։ Ու որ մեկն էլ իմաստունա չի կատարում, կարող է ծեծի։ Ամեն։ Դրա համար եթե քո խոսքը իրոք իմաստուն է, դու հանգիստ ասա մարդը կհասկանա եւ կընկալի եւ տնցել կանի կընդունի։ Իմաստությունը լավ է պատերազմական գործիքներից, ինչքան իմաստուն զինվորներ առանց զենքի գրավել են թագավորություններ, որտեղ իմաստուն են ել, ամեն իրանք զենքով չեն կարծե հաղթել։ Իմաստությունը լավ է պատերազմական գործիքներից, բայց մեկ մեղավոր շատ բարիքներ կփչացնե։ Դե մի հատ բան լսեցի, մեկն ասում է էշով բեռնված ոսկին պարսպի դռներն ավելի լավ է բացում, քան թե 10,000-անոց բանակը։ Էլի իմաստությունա, չէ, բռնում կաշառում են առանց զենքի, առանց զոհի գրավում են։ Էդ էլ է իմաստությունը, չէ, որ կարում են մարդու հետ լեզու գտնեն, փոխտան դռները բացեն, թագավորությունը գրավեն։ Խելք ուներ, թո չհամոզվեր այդ թագավորը, կամ այդ զինվորականը, կամ այդ պաշտոնյան, բայց այն դիմացինը խորագետ էր, խելք ուներ, փողը չխնայեց, զինվորների կյանքը խնայեց, ամեն փողը տվեց, թագավորությունը գրավեց։ Այսքանով ավարտեցինք ժողովող 9-րդ գլխի սերտողությունը, ամեն։ 10-րդ գլուխ իմաստություն եւ հիմարություն բարձրերի եւ ցածրերի մոտ, թե արուստերի մոտ կա էդի, թե աղքատների, թե ծառաների, թե թագավորների, այս նկատիում։ Մեռած ճանճերը գարշահոտ են անում, երացնում են յուղագործի յուղը։ Տեսեք, մի հատ ճանճ գալիս ընկնում է այդ մաքուր յուղի ղազանի մեջ ամանի ու մխտրվավ այդ յուղը, ամեն որակից գցեց։ Սրա նման էլ տեսեք ինչ է բացատրում։ Մեռած ճանճերը գարշահոտ են անում, երացնում յուղագործի յուղը, նույնպես մի քիչ հիմարությունը ավելի ծանր է լինում իմաստությունից եւ փառքից։ Ասենք դու իմաստուն հանճարեղ մարդ ես, մի հատ փորձություն անում, կատաղում բարկանում ես, մեղքեր ես գործում եւ քո ամբողջ այդ կուտակած յուղը փչացնում ես, ամեն անունդ կորցնում ես։ Ինչ է լավ ճանճը խորուրդն են դևերի, ամեն մի հատ դև գալիս մտնում է ներքնաշխարհը, ալեկոծում է պրծավ, որ դու պետք է օրտյալ ջրի աղբյուր դառնայիր ու ջուր տայիր շատերին, բացարձակ չես կարող ոչ խոսես, ոչ կարդաս, ոչ էլ աղոթես, ամեն։ Կարակ գրեք, ես նաև մեկնություն ունեմ ստեղ ասուց առած, էդ էլ գրեք, որ իրականից բան լինես, քիչ հիմարությունը, մի քիչ հիմարությունը կարեք փաղագծի մեջ եւ փառքից փակեք վերջակետից հետո։ Հիմա կարդում եմ նախադաբանը խոսքը ամբողջովին լրացրած տարբերակով։ Մեռած ճանճերը գարշահոտ են անում, երացնում են յուղագործի յուղը։ Նույնպես եւ մի
չնչին մեղք, մի չնչին անխաղաղություն, եթե գործի իմաստունը եւ չափ աշխարհի նրանից, այդ մեղքը կհեռացնի իր ունեցած իմաստությունն ու փառքը եւ նրան հոգեվորապես կմերցնի եւ կկործանի։ Ամեն, այս ձևիա հոգին բաց է, Տերը օրհնի։ Իմաստունի այդ հոգով կառավարվողի սիրտը իր աջ կողմին է եւ հիմարի սիրտը իր ձախ կողմին։ Դրա համար մարդը երբ գալիս է ապաշխարության, Երեմիա 17:9-ում ասում է ինչքան ապականված ու պղծված է մարդու սիրտը, դա լվացել չի լինի։ Աստված փոխում է մեզ եւ նոր սիրտ է տալիս, ինչպես փոխեց Սավուղի սիրտը, կարակ համարները գրեք։ Ժողովուրդ 12-ի դեմը նշան դրեք ու գրեք։ Իմաստուն սիրտը, իմաստունի սիրտը իր աջ կողմին է եւ հիմարի անապաշխարի սիրտը իր ձախ կողմին։ Սա Ադամի սիրտն է։ Իսկ իմաստունի սիրտը փոխված Աստվածային սուրբ սիրտն է, որ սրա մասին շատ ենք խոսել, որ շատ սրբուիների, որոնք մկրտված կամ հաղթած սրբերն է, մորթում էին Արոնի տեղը կաթեր osում, ամեն, ինչպես սանդուղթ կույսի։ Գրեք առաջի թագավորաց 19, իմաստուն սիրտ ստանալու համարներն է։ Սա Սավուղի սիրտը փոխվավ։ Երրորդ թագավորոց 3:9 Սողոմոնի սիրտը փոխվավ եւ իմաստուն դառավ։ Առանց սրտի փոփոխությամբ դու իմաստուն չես կարա դառնա, դու չես կարա ների եւ սիրի։ Եթե տեսնում ես դու ներելու, սիրելու մեջ խնդրեմ ունես, դու միանգամից ասա Տեր իմ սիրտը չարա, փոխա իմ սիրտը։ Արդեն դու տկարի հանդեպ լրիվ գութ ես ունենում։ Բոլորին ուրախությամբ ներում սիրում ես, ամեն։ Եվ դու միշտ սիրում ես խաղաղ մնալ, թեկուզ ամեն ինչը քեզանից գնա, բայց դու սիրում ես խաղաղ մնալ, որտեվ ալ դու ես Աստվածային սուրբ սիրտն է։ Արաջի մնացորդած Դավիթն ասում Տեր իմ որդի Սողոմոնին սուրբ սիրտ տուր։ Արաջի մնացորդած 29:19, Եզիկել 11:19, Եզիկել 36:26, այսքան համարներն ուղիղ ասում են, որ արդարի սիրտը պետք է փոխվի, նոր նրա վարքագիծը փոխվի, ամեն, դրա համար գրված է ուղիղի հաստատում է ժողովողը, իմաստունի սիրտը, դե իր սիրտը փոխվել է, չէ, ինքը իմաստուն է դարձել, հետքը նորից սիրտը փոխվավ, հիմարացավ, իմաստունի սիրտ իր աջ կողմին է, եւ հիմարի սիրտը իր ձախ կողմին, ժողովող 12, որ ճանապարհով էլ որ գնա հիմարը, անձիս կառավարողը, պակասամիտ է եւ ամենին կսե, թե ինքը հիմար է, իրա գործերով ցույց է տալում, որ ինքը հիմար է, ամեն, եւ նրա այդ շփվողները, իրա խոսքը լսողները, մտքերը կորթացողներն արդեն համոզում են, որ իրոք ինքը հիմար է, անխելք է, էլի, եւ իրա հետ շատ բաների մեջ չեն մտնում։ Եթե իշխանի բարկությունը վեր կենա քեզ դեմ, քո տեղը չձգես, էլի չփախնես, դու ավելի ես բարկացնում, որովհետև մեղմությունը, որ խեղճանում ու կագնում եւ աղոթում ես, մեղմությունը մեծ հանցանքները կդադարեցնի, վերջ այդ իշխանդ կտենա, որ դու ուղիղ էիր, կայնար անարգվար, բայց ասեցի ես դու մեջ մեղք չունեմ, ու Աստված քո արդարությունը լույսի կհանի, ամեն։ Կամ մի չարիք էլ, որ տեսա արեգակի տակին, այն սխալմունքի նման, որ դուրս է գալիս իշխանի առաջից։ Հիմարությունը դրվում է շատ բարձերում, էդ էլ կոչ է, հիմարին տարած դրած մեծ պաշտոնի, իսկ հարուստները, հոգով հարուստները, ցածումն են նստում, եկեղեցու մեջ տենց է կրոնի, են հիմար անխելքին տանում դրում են քարոզիչ, են սրբին, Պողոսի նման հոգու ձայնը լսողից անարգում գցում են մի կողմ, ամեն, երկրի վրա անարգված կյանքի ապրում է մարդը, նորից կարդամ, հիմարությունը ինչն է չարիք իրոք զգում, հիմարությունը, հիմար մտածելակերպի տեր մարդիկ, հիմարությունը դրվում են շատ բարձրում կամ հիմար խորհրդին ավելի շատ տեղ են տալում, հիմար Սողոմոնի որդին տվեց, հիմար խորհրդին տեղ տվեց ու կործանեց թագավորությունը։ Հիմարությունը դրվում է շատ բարձրում,
իսկ հարուստները շատ իմաստուն խելքի տեր սրբերը ցածումն են նստում։ Տեսա ծառաներ ձիերի վրա, ոչ ծառան թագավորի պես է ման գալիս։ Տեսա ծառաներ ձիերի վրա եւ իշխաններ ծառաների պես ման գալիս երկրի վրա։ Աշխարհը աստիճանա, չէ՞, մեր լեզվով ասած փիլակյան։ Հա, վերևինը կիշնի, ցածրինը կելնի։ Դրա համար դու ինչքան վերև ես, ցածրիններին շատ տեղ դու հարգիսիրի, որտեվ գալու է ժամանակ դու նրանցից ցածր ես հայտնվելու, ամեն, որ քեզի լավ նայեն։ Եթե դու լավ չնայեցիր, չէ, իրենց են տալու գլխից սկես տիղմը։ Եղավ փառավորվի Քրիստոս։ Տեսա ծառաներ ձիերի վրա եւ իշխաններ ծառաների պես ման գալիս երկրի վրա։ Ով որ փոսփոր է, մեջը կընկրի, ժոր ոչ մեկի դեմ վատ բան մի ցանկացի, քառակին թափելու է ձեր գլխին։ Ամեն դատ թողեք Տիրոջը։ Ով որ փոսփոր է, ինքը մեջը կընկնի։ Եվ ով որ ցանկը քանդե, օձը կկծի նրան։ Այս ցակ քանդելը եկեղեցու դրած վարդապետություն, եթե դու քանդես, սատանան քեզ կարվածի, ամեն, մեղվ, եթե դու եկեղեցու դրած վարդապետություն ես քանդում, ցանկ ես քանդում, մեղք ես գործում, արդեն գրում ես մեղքին, սատանան քեզ զարկելու է։ Եթե դու քո հայրերի դրած ցանկապատի շավիղն ես լայնացնում, էլի ցանկը քանդում ես, էլի ագա ես, օձը սատանան քեզ կարվածի ագահության համար, ամեն, տարատեսակ որ մտածում ես, բոլորն էլ նույն միտքն է գալիս։ Միգուցե եթե դու ասուդեմ խախտում անես, թե հոգևոր ասպարեզում, թե տանը, թե մարմնավոր հարազատների շրջանում, օդ սատանան քեզ կգցի, հնարավոր է մեռնես, եթե չապաշխարես։ Ժողովող 18, ով որ փոսփոր է մեջը կընկնի, եւ ով որ ցանկը քանդե, օձը կկծի նրան։ Ով որ քարերը տեղահանե, զոհասեղանի քարերը հանում ես, քո մարդկայինն ես դնում։ Ով որ քարեր տեղահանե, նրանցով կվնասի, այդ քարը գլխիդ կգա, այստից եմ ասում եմ։ Ով որ քարեր հանե, նրանցով կվնասվի։ Դե պատից որ քար ուզես անես, կգնի գլխիդ։ Այդպես էլ դու հոգևոր զոհասեղանի քարերը որ քանդես, քարը գլխիդ կտանամ, սա խելոք տեղդ մնա, այդ դրողները քեզից խելքով են իրեն։ Փայտ կտրողը վտանգի ենթարկված նրանից, կացինի, փետը կտրվի տա ճատկիտ, կացինի գլուխը թռնի տա գլխիտ, ամեն, զգուշ պետք է լինես։ Փայտ կտրողը վտանգի է ենթարկված նրանից։ Եթե կացինը բթացել է եւ նա չսրե նրա բերանը, այն ժամանակ նա պետք է ուժը զորացնե, որ այդ գուլ ջարդված տապորով պետ ջարդես, պիտի շատ ուժ գործադրես, բայց Աստված քեզի խելք է տվես, սրա ու կկտրի։ Այդտենց էլ խորհուրդ է, դու Աստծո աղավաղում ես, էլ դևերի գլուխը չի կտրում, ամեն, զորությունից գցում ես, դու անարատը տուր, բրիտվայի պես կտրում գցում մի կողմ, ամեն։ Ոչ թե գլխից զոր տուր ու լեզվից շատությանը, խոսքից սրբությունը թո քո մեջ շատանա, սուրբ կյանքը թո քո մեջ շատանա, այդի է, որ տապորի բերանը սրա, բերանիցը տելած Եսայրի սուրը որտեղ գնա կտրելու է, ամեն աչուձախ։ Եթե կացինը բթացել է եւ նա չսրե նրա բերանը, այն ժամանակ պետք է ուժը զորացնե եւ հաջողության շահը իմաստությունն է, ալելույա, ով հաջողությանը հասնում իմաստունը։ Եթե օձը խայթե առանց թովելու, նշան դրեք թովելու վրա գրեք, հմայելուց առաջ, հմայողին, եթե խայթի, կեսեր ինքը անզոր է, էլի, ինքը եթե ճշմարիտ իրոք մարդ լիներ, կախարդներ իրանցը դնում են այդ վհուգները աստվածապաշտի տեղ, բաղասվա եթե օձը խայթե թովելու, գրեք, եթե օձը խայթե հմայելուց առաջ այդ հմայողին, ուրեմն, օգուտ չկա թովչություն ունեցողի համար, գրեք, ուրեմն դա առավելություն չէ հմայողի համար, ինքը զորություն չունի, դա ապացուցում է, որ տեսեք Պողոսին կծեց օձը,
բայց Պողոսը ձեռը թափ տվեց կրակի մեջ ու չմեռավ, ամեն։ Ինչ եթե ոցը խածում այդ թովչուց այդ կոխարդություն, գուշակություն անելու ժամանակ, հմայություն անելու ժամանակ եւ հմայողը վնասվում է, դա ապացուցում է, որ Աստված իր հետ չի եւ ինքը ասուգործը չի գործում, ամեն։ Եթե մի խոսքով եթե ասուգործ էր գործում, ինքը չարիքից պիտի ազատվեր, այս է միտքը։ Հիմա Պողոսին կծես չմեռավ։ Եվ այդտեղից ասում է, որ շատ սրբերի օծերը, գարիժները կկծեն, կթույնեն եւ դու չես մեռնի, ամեն։ Իմաստունի բերանի խոսքերը շնորհք են, շնորհալի խոսքերը, ասող խոսքերն են, բայց անմիտի շրթունքները իրեն կուլ կտան, հիմար բաներ կխոսա ու կկործանվի, ամեն։ Նրա բերանի խոսքերի սկիզբը հիմարություն է, այդ անմիտի, անձապաշտ հավատացյալներին էլ վերաբերվում։ Նրա բերանի խոսքերի սկիզբը հիմարություն է եւ նրա բերանի վերջը չար խնդություն, ամեն, լավ բան չկա։ Եվ հիմարը կշատացնե խոսքերը։ Իրան միտ խոսքերը խոսում ու դուսա տալու, որտեվ հիմարը, իսկ իմաստունը հանդարտախոս ու դանդաղախոս եւ քչախոս կլինի, ամեն։ Եվ հիմարը կշատացնե խոսքերը։ Մարդս չգիտե, թե ինչ է լինելու եւ թե նրանից հետո ինչ է լինելու, ով կարող է իմացնել նրան այդ հիմարին, թե իրանից հետո ինչ կկատարվի իր հետ եւ իր ընտանիքի հետ։ Հիմարի աշխատությունն իրեն կհոգնեցնե, որ չգիտե քաղաքը գնալ, ամեն, կգնա, կմոլորի, կֆռա, բայց չի կարա քաղաք գնալու ճանապարհը գտնի, նույնը երկին գնալու ճամփեն չգիտի, ամեն, որտեվ ինքը հիմար է ախել, ասո խոսքը անտեսել եւ անարգել է։ Վայ քեզ երկիր, որ թագավորը տղա է, երիտասարդ էլի, եւ որ իշխանները տարավոտանց կանուխ ուտում են, որ կրամոլ, հլնում վազնում են ուտելու, իսկական սուրբը չնչին բան կուտի, որ հոգևոր գործունեությանը չխանգարի, բայց ասում է վայ քեզ երկիր, որ թագավորը տղա է, երիտասարդ եւ հոգևորապես կույր ու որ կրամոլ, եւ որ իշխանները տարավոտանց կանուխ ուտում են, շատակեր են, որ կրամոլ են, ինչպես հեղին։ Երանի քեզ երկիր, որ թագավորը 10 զարմն է, սուրբա, նվիրյալա, հոգով լեցվածա, եւ իշխանները իր ժամանակին են ուտում ուժի համար, ոժի համար եւ ոչ թե խնջույքի, որ կրամոլության համար, ամեն։ Ուրեմն սրբեր կան, ուտում են ապրելու համար, որ կրամոլ հավատացյալներ կան, ապրում են հատուկ ուտելու համար, այսօր ինչ ուտեն, խրվածը, երշիկը, են մեկ էլ բլյուդան, ամեն։ Այդ տեսակ որ կրամոլ հովիվները վարսկան են եւ չեն կարա հովություն անեն, բայց Աստված երանի է տալում քչակեր եւ հոգով շատ կերակրվող հովիվներին, ամեն։ Երանի քեզ երկիր, որ թագավորը 10 զարմն է, եւ որ իշխանները իր ժամանակին են ուտում ուժի համար եւ ոչ թե խնջույքի համար։ Շենքը ծուլությունով փուլ կգա եւ ձեռքերը կախելով տունը կկաթե, ամեն էսի թե հոգեվորը եւ թե մարմնավորը։ Ծույլ մարդը ու շենքը փուլ է գալու։ Որտեւ իշտենում է թերություն չի շտկում, ամեն։ Սա նման է վարսկան հովիվներին, նրանք էլ իշտենում են չեն շտկում, մեկ էլ փուլ եկավ գնաց աշխարհի թոքին, ամեն։ Հասկերույթը ուրախանալու համար կնեն, մարդիկ որ կրամոլները թեկուս սոված մարդը տենում է հացը սեղանին դրած, իրան լավ ազգում, չէ որ խնում վազնում ու տենում։ Հասկերույթը ուրախանալու համար կնեն, եւ գինին կզվարթացնե կյանքը, եւ արծաթը պատասխան է տալիս ամենին, շատ հարց լուծում է, փող ունեմ ամեն հարցը կլուծե, բայց փրկության հարց չի կարում լուծի, ամեն արծաթը։ Հասկերույթը ուրախանալու համար կնեն, եւ գինին կզվարթացնե կյանքը, եւ արծաթը պատասխան է տալիս ամենին։ Քու մտքում անգամ մի անիծիր թագավորին, թագավորը ստե նաեւ եկեղեցու ծառայողներն են, ղեկավարները, որ շատերին հանդիմանում ես չարանում ու անիծում են, չէ։ Քու մտքում անգամ մի անիծիր թագավորին, եւ քո անկողիններում մի անիծիր հարուստին,
որովհետև երկնքի թռչունը ստե Սուրբ ոգին նկատի ունի, երկնքի թռչունը ձայնը կտանե, և թևավորը խոսքը կպատմե, էսի տենց, բայց Սուրբ ոգին տարբեր ձևի կհայտնի, տեսիլքով, հայտնությունով, ձայնով, որ ես մարդն ատում ակ է, անից էր այդ սրտում, տեսիլ ցույց կտա, վերջը, ուզում, եթե բան ունես ասելու քո թագավորին և ղեկավարին, քո հովին, գնա առանձին ասա, եթե ոչ լուրջ կեցի և իր համար աղոտ կարա, ոչ թե անիծի, ամեն, էսա, որ նա քո սխալը քեզ հասկացրել է, որ նա քեզ ծեծել է, որ ապաշխարես, ամեն, քեզ ցավացրել է, որ վերակենդանանաս մեռած տեղից, ամեն, թող փառավորվի Քրիստոսը, այսքանով ավարտեցինք ժողովող 10-րդ գլխի սերտողությունը և մեր այսօրվա սերտողությունը մնաք Տիրոջ անմարելի սիրող խաղաղության մեջ, ամեն։